Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Սևանի ափից Ալբատրոս հանգստի գոտուց։ Ասեմ այստեղ գտնվելու նպատակը հանդիպեցի պատահական ուսանողական ընկերոջս Արամ Արությունյանին, որը հանդիսանում է Made by Armenians կազմակերպության հիմնադիր նախագահը, որը զբաղվում է եւ ցուցահանդեսային ինչ-որ ծրագրեր են իրականացնում եւ արտահանման հետ կապված հարցերով է զբաղվում եւ ուղղակի ասեց, որ հետաքրքիր հանդիպում է լինելու, գործարար մարդիկ են հավաքվելու, համ մի քիչ կհանգստանանք, համ էլ մի քիչ քննարկումներին կմասնակցենք այս նոր իրավիճակում, որ մեր երկիրը կանգնած է արտահանման խնդիրների հետ կապված, գիտենք Ռուսաստան, Եվրոպա, կարծում ենք օգտակար կլինի։ Իդեպ սիրով համաձայնվեցի եկա այստեղ եւ ասեմ, որ անմիջապես հիշեցի, որ նախորդ կյանքում խոշոր առևտրարտադրական եւ արտադրական միավորումներ եմ ղեկավարել, այսինքն հիշեցի, որ շատ ինձ հոգեհարազատ թեմա է այն, ինչ որ հիմա քննարկվում է, առավել եւս այն, ինչ որ հիմա կատարվում է, շատ կարեւոր է, որ ամեն մեկս մեր տեղում, մեր համեստ ուժերի ներածի չափով կարողանանք օգտակար լինենք այս իրավիճակից մեր երկիրը դուրս բերելու հարցում։ Հիմա ուղղակի ներկայացնեմ ձեզ, որ այդ հավաքի հետ կապված դուք հիմա ուղղակի կարճ անդրադարձ քննարկումները ես ձեզ չեմ ներկայացնի, որովհետև մանրակրկիտ քննարկումներ էին, ինչ բարդություններ կա եւ այլ, ուղղակի ընդհանուր կասեմ, այո, թե մենք ինչ խնդիրներ ունենք դրա հետ կապված։ Տեսեք, Ռուսաստանի հետ կապված մեր տնտեսությունը, գիտեք, հատկապես գյուղմթերք, սպառնային ապրանքներ մոտ 90%-ով արտահանվում է Ռուսաստան։ Եվ նաև խնդիր էր առաջանում, որ որակի հետ կապված պրոբլեմ չէինք ունենում, այսինքն Ռուսաստանը հիմա ասում է, որ ձեր ապրանքը անորակ է, մեր մոտ էլ հաստատում են, որ անորակ է, եւ ստացվում է այնպես, որ ուղղակի քանի որ իրանք ընդունել են քաղաքական նպատակներով, հիմա էլ չեն ընդունում քաղաքական նպատակներով, բայց անունը դնում են, որ դուք որակյալ ապրանք չեք արտադրում։ Այսինքն սա մեզ համար սթափության խնդիր է, որ մենք հասկանանք իսկ ինչ պետք է անենք, որ մեր տնտեսությունը պատրաստ լինի եվրոպական շուկայի համար կամ այլ ընտրանքային այլ շուկաների հետ կապված։ Հիմա տեսնենք խնդիրը ինչու է։ Քաղաքական որոշում է, որ իշխանությունները Եվրոպայից աջակցություն են խնդրել։ Քաղաքական որոշում չէ, որ Հայաստանը հայտ է ներկայացրել Եվրամիության անդամակցության, բայց այո, աջակցություն խնդրելը քաղաքական որոշում է ռուսական սանկցիաների պատճառով եւ քաղաքական որոշում կա Եվրոպայի կողմից աջակցել Հայաստանին։ Այսինքն այդ խնդիրները առաջի քայլը արված է, բայց դրանից հետո մնացած հարցերը պետությունը չի անելու, մասնավորն է դա անելու եւ այն խնդիրները, որը կբարձրացնի, կդնի պետության առաջ, կասի այս հարցերը պետքա պետությունը լուծի, որ մենք կարողանանք այդ հարցով զբաղվենք։ Ու պետքա նկատի ունենալ մի բան։ Այսօր ռուսական շուկայի հետ կապված, երբ որ սահմանափակում մտցրեցին, որից հետո, եթե նույնիսկ մեր իշխանությունները վերականգնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ Նիկոլ Փաշինյանը գնա Ռուսաստան, պայմանավորվեն եւ բացեն շուկան Հայաստանի ապրանքների առաջ, մենք նախկին ծավալը արտահանել չենք կարող։ Բացատրեմ թե ինչու։ Որովհետեւ եթե մարդը սովոր է հայկական ապրանքին, այդ հայկական ապրանքը կտրվեց, նրան այլընտրանքային ապրանք են առաջարկում։ Կերավ, հավանեց կամ չհավանեց։ Համարենք հավանեց եւ համարենք չհավանեց։ Այն որ չհավանեց, հետագայում մենք մտնենք այդ շուկան, նա կշարունակի առնել հայկականը, կասի այ հազիվ եկավ իմ ուզածը, բայց նա որ հավանեց մեկ ուրիշ ապրանք, այլևս չի վերադառնա հայկականին, կասի մթամ ինչու է հայկականն առնում, որ ավելի էժան ու ավելի որակով այլ տեղից կա, իսկ որ ավելի էժան ու ավելի որակով կարող են նաև մտցնել ռուսական շուկա, մենք դրանում չենք կասկածում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ եթե քաղաքական որոշում է կայացվում նաև Հայաստանի ապրանքների դեմը փակել եւ քաղաքական որոշում կայացնել դեմը բացել, մենք կորուստ ենք ունենալու։ Բացի դրանից, Ռուսաստանի գնորդը մտածում է, որ հայերը իրենց դավաճանեցին։ Իհարկե պարբերաբար ես բացատրում եմ, որ նախ մենք չենք դավաճանել եւ նաեւ ով է դավաճանել ու հաստատ այդ դավաճանը մենք չենք, բայց հիմա այդ չի թեման, որ դրա մեջ խորանամ։
գնորդը ինչ որ միտեղ տրամադրված է հայկական ապրանքը մերժելուն։ Նույնիսկ եթե հարաբերությունը վերականգնվի, նախկին ծավալը չի վերականգնվելու։ Ու չմտածեք, որ դա միայն ռուսական շուկային է վերաբերվում։ Դոնալդ Տրամփը անհարգալից խոսեց Կանադայի հասցեին, ասեց պետք է լինես 51-րդ նահանգ, ասեց, որ պետքա նահանգապետ դառնա վարչապետը, դեռ Ջասթին Տրյուդոյի մասին էր ասում, Մարկ Քարնիի չէ նոր վարչապետի, բայց այդ ժամանակ անմիջապես կանադացիները վիրավորված սկսեցին չգնել ամերիկյան ապրանքներ։ Հոդավորը մեկը իրենց վերևից չհանձնարարեց։ Նրանք ուղղակի իրենց որոշումը կայացրեցին դրա հետ կապված, որ ինչպես թե, բա մենք բարեկամ երկիր գիտեինք։ Այսինքն դա կարող է տեղ ունենալ։ Դե հիմա մենք հասկանանք։ Այսինքն մենք հասկացանք, որ կորուստ ունենալու ենք։ Հիմա այդ ընթացքում արևմուտքը մեզ ձեռք է մեկնում։ Արևմուտքը երբ որ ձեռք է մեկնում, գումար է տալիս եւ այլ որոշակի խնդիրներ լուծելու է։ Դա էլ մենք պետք է հասկանանք, որ երկարաժամկետ չի, որովհետեւ մի ապրանք, որպեսի մտցնես որևէ երկրի շուկա, ամիսներ է պետք դրա վրա աշխատել ու հսկայական գումարներ ծախսել, էլ գովազդի համար, էլ կազմակերպական հազարով մի հարցերի շատ լուրջ խնդիր է մի անուն ապրանք մտցնել անգամ եվրոպական որևէ երկիր։ Այնպես որ ասում են եվրոպական շուկա, կարելի է կարծել Չեխիայի հետ որ բան պայմանավորվես, այդ նույն ապրանքը Պորտուգալիայում էլ է ծախելու։ Դա գործից անտեղյակ մարդկանց համար է կարծիք, որ հայկական ապրանքը մտցրեցին եվրոպական շուկա։ Հազիվ մի երկրի հետ կապված որ փորձես աշխատես, հսկայական ծախսեր է պետք անել, որպեսի դա բերես այդ մակարդակի։ Էլ չեմ խոսում սերտիֆիկատների մասին, որ չի համապատասխանում եւ այլ եւ այլ։ Հիմա ստացվել է այնպես, որ Եվրոպան ձեռք է մեկնել եւ պատրաստ է անգամ որոշակի արտոնյալ կարգավիճակ տալ, որ հայկական ապրանքը հայտնվի եվրոպական շուկայում։ Հիմա պատկերացրեք, դա երկարաժամկետ չի լինելու, որտեղ նախ շատ երկար ժամանակ այդ գումարը չեն տալու եւ հետո կգա մի պահ, որ նույնիսկ եթե այդ գումարը տալիս են, սպառողը գնորդը եվրոպական կասի ես հարկատու եմ, իմ հաշվին ինչ ենք Հայաստանին պահում, այսինքն էժան ու անորակ ապրանք առնում, մենք էլ դրա համար վճարում, որպեսի գահացնի եվրոպական շուկա։ Այսինքն կարճ ժամանակ կա, որ եվրոպայցի գնորդը հասկանա, որ Հայաստանը այսօր կանգնած է խնդրի առաջ եւ կանգնած է նրա համար, որ Ռուսաստանն է ճնշում, իսկ իրանք գիտեն Ռուսաստանն ինչի է ընդունակ եւ նրանք պատրաստ են Հայաստանին աջակցել դա եւ ֆինանսապես եւ քաղաքական առումով, որ տեսնեն, որ որտեղ հայկական ապրանքը ասեն առնենք, որպեսի օգնենք, բայց դա կարճաժամկետ էֆեկտ ունի, ես բացատրեցի։ Կոսմիկական արագությամբ պետքա բիզնեսը սկսի աշխատել, որպեսի այդ փոխհարաբերությունը Եվրոպայի հետ կամ այլ շուկաների հետ դառնա փոխշահավետ։ Եթե չդարձավ փոխշահավետ, արդյունքում կես ճանապարհին կանգնելու են ու ասեն հերիք է, մենք այսքան ձեզ օգնեցինք, մնացածը դուք արեք, իսկ մենք ինչ ենք անելու։ Այսօր մենք պետքա տեսնենք հետևյալը։ Օրինակ հիմա ես գտնում եմ եւ 2004 թվականից եմ այդ մասին խոսում, երբ որ Վրաստանը վարդերի հեղափոխություն արեց, մեր առաջ ճանապարհ բացեց, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է։ Այո, ես այդ կարծիքին եղել եմ 22 տարի, անկախնից ով ա եղել իշխանություն Ամերիկայում, եվրոպական չինովնիկ կամ էլ Հայաստանում։ Ստացվում է այնպես, որ հիմա մարդիկ ասում են լավ, դուք իշխանության չեք, բայց դուք պնդել եք, չէ, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է։ Ձեր պատճառով չի, որ սանկցիաներ ա կիրառել Ռուսաստանը, դուք չեք իշխանության։ Բայց եթե դուք գայիք իշխանության, դուք ինքներդ հայտ կներկայացնեիք Եվրամիության անդամակցության, ասում եմ այո։ Բա որ ներկայացնեիք, այս նույն սանկցիաները ձեր դեմ չեր անելու Ռուսաստանը, պետք է ասեմ այո, անելու էր։ Դեպքում հարց է առաջանում, բա հիմա ցույց տվեք, թե ինչի եք ընդունակ։ Իհարկե շատ հեշտ է, որ ես կասեմ, որ այո, եթե մենք իշխանություն լինեինք, մենք այդ գործիքակազմը կօգտագործեինք, որպեսզի կարողանայինք լուծեինք այդ խնդիրները։ Այո, դա շատ լավ է հնչում եւ իսկապես կանեինք, բայց լավ, իշխանություն չենք, բայց այդ պարագայում ունենք կյանքի փորձ, ունենք կապեր, ունենք հնարավորություններ, հանրային մարդ լինելով, ինչով կարող ենք օգտակար լինել, որ մեր ապրանքը մտնի եվրոպական շուկա, այլ ընտրանքային շուկա, առաջին հերթին եվրոպական, որովհետև մենք խոսում ենք վաղը մյուս օրը նորմալ համագործակցության մասին։ Այսինքն, սա խնդիր է, որ բոլորիս առաջ է կանգնած։
Սա խնդիր է, որ չպետք է ասենք դա ինձ չի վերաբերում, թող գնան ով դա արել է, թող նա էլ պատասխան տա։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, խոսքը վերաբերում է մեր ֆերմերներին, խոսքը վերաբերում է մեր գյուղացիներին։ Դա նրանց ապրանքն է փչանում, որևէ մեկի ապրանքը չի փչանում իշխանության կամ ընդդիմության։ Սա մենք ինչ ենք կարողանալ անել, որպեսզի այդ հարցը կարողանանք լուծել ու ժամ առաջ լուծենք, հետո էլ փաստարկված դնենք իշխանության սեղանին ու ասենք, այս հարցը արվեց, բիզնեսը արեց, այս հարցը արեց, բիզնեսը արեց, բայց այս հարցն էլ պետությունը պետք է մտածի, սերտիֆիկատների հարցը ինչպես է լուծում, մյուս հարցը ինչպես է լուծում, որակի հետ կապված վերահսկողած խնդիրները, կազմակերպական հարցերը, որը պետությունից է կախված, այսինքն փաստարկված դնես սեղանին։ Այսօր հավաքվածները, որը եւ սննդարդյունաբերության ոլորտից էին, որոնք ապրանք են արտահանում եւ առնչվում են այդ դժվարություններին, զբոսաշրջության ոլորտից մարդիկ, որ ուզում են նաեւ ուղղություններ փոխելու ուղղությամբ էլ մտածեն, որովհետեւ զբոսաշրջության հետ կապված էլ առաջանում է քաղաքական որոշում, որն է այդ քաղաքական որոշումը, որ Ռուսաստանից շատ դեպքերում կարող է ասեն Հայաստան մի գնացեք, ուրիշ ուղղությամբ գնացեք, կամ Հայաստանից Ռուսաստան չգնան։ Դա էլ ինչ-որ միտեղ մթնոլորտի հետ կապված, այսինքն այլ ուղղություններ պետք է զարգացնել ու կարևորել, որովհետև դա հիմա մենք այսօր այդ խնդրի առաջ կանգնած ենք, անում ենք դա, թե չենք անում, ունենք այդ հնարավորությունն ու ցանկությունը այդ ուղղությամբ քայլեր անել, օգտագործել մեր կապերը, հնարավորությունները մարդկանց դիմել, դրսում մեր հայրենակիցներին դիմել, կոնկրետ առարկայական աշխատանք տանել, արագացնել այդ բյուրոկրատական դժվարությունները կամ նույնիսկ եթե այդ բյուրոկրատական դժվարությունները քաղաքական որոշմամբ այս պահին մեր համար անում են, ամբողջական ծավալը Հայաստանից արտահանել հնարավոր չի լինի, երկարաժամկետ կտրվածքով առավել ևս։ Դրա համար այս ուղղությամբ ես կարծում եմ, որ այո, իսկապես անելիք ունենք եւ ես էլ մտածում եմ, որ եթե ես այդ կարծիքին եմ եղել, որ այո, պետք է Հայաստանի ապագան Եվրամիությունն է եւ շարունակում եմ մնալ հաստատակամ այդ կարծիքին, այն հարցին, որ մեկը ինձ ասում է, բայց այդ դեպքում ինչ ենք անելու, եթե այս վիճակն է, եկեք մտածենք ինչ ենք անելու, որովհետեւ եթե մենք կոտրվեցինք եւ գնացինք, ասենք լավ, մեղայականով ասենք մեր մոտ ոչինչ չստացվեց, եկեք նորից վերադառնանք ռուսական շուկա, առաջինը նախկին ծավալը չենք ունենալու եւ երկրորդ ավելի խայտառակ վիճակի առաջ ենք կանգնելու։ Դե եկեք մտածենք ինչ ենք անում, քայլ առ քայլ, որպեսզի գործնական հարթություն տեղափոխվի այդ ամեն ինչը ու ցանկացած տնտեսական ոլորտի մարդիկ, ովքեր որ ցանկություն կունենան այդ հարցում հարաբերվել, շփվել, սա ուղղակի առիթ հանդիսացավ, ես մտածեցի, որ այո, մարդիկ արդարացիորեն իրավունք ունեն նաև հրապարակային գործիչներից պահանջել, որ ասել, իսկ ինչով կարող եք դուք օգտակար լինել, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծենք, այդ դժվարությունները, որ մեր առաջ կա, մենք կարողանանք այդ խնդիրները լուծել։ Ու պետք չի վախենալ քաղաքական բառից, երբ որ շատ դեպքերում մարդիկ մտածում են, որ որքանով է, այսինքն տնտեսության այդ իմաստ ունի դա խառնել։ Ժողովուրդ ջան, դուք տեսնում եք, որ քաղաքական որոշման արդյունքում է շուկա բացվում ու փակվում, բայց այդ որոշումից հետո, եթե բիզնեսը, տնտեսությունը փոխհարաբերություն չհաստատեց, դա երկարաժամկետ կյանք չի ունենա։ Առաջի քայլը արվեց, դրանից հետո հաջորդ քայլը արդեն պետքա պահվի փոխշահավետ գործարքով։ Հիմա շատ դեպքերում երբ որ ասում եմ ինչ է 1951 թվականին, երբ որ 6 երկրներ Ֆրանսիան, Գերմանիան, Արևմտյան Գերմանիանի նկատի ունեմ, դեռ այդ ժամանակ գերմանիաները միավորված չէին, եւ Իտալիան եւ գումարած Բենիլյուքսի երկրները, Բելգիա, Նիդերլանդիա, Լյուքսեմբուրգ, երբ որ 1951 թվականին որոշեցին ստեղծել պողպատի եւ քարածխի եվրոպական գործընկերություն, նպատակը ո՞րն էր։ Ավելի հարմար արտոնյալ ռեժիմով աշխատել, անմաքս հարաբերություններով աշխատել։ Քաղաքական որոշում չէր, որ երկրները իրար հետ աշխատեին։ Բայց դրանից հետո չառաջացավ եվրոպական տնտեսական համագործակցություն, որից հետո էլ արդյունքում մենք հիմա ունենք Եվրամիություն 27 անդամ պետությունների
միավորում եւ Միքայել պետությունները դռներն են ջարդում, որ այդ միավորման անդամ դառնան։ Իրար այդ հարաբերություններ, այսպիսի շուկա եւ այլ քաղաքական որոշումով չի կայացվել, որ եկեք հավաքվենք, ամեն մեկս մեր ջանքը ներդնենք եւ կարողանանք այս արտոնյալ ռեժիմը ստեղծենք մեր ներսում եւ գումարած նաեւ մտածենք դրսի հետ հարաբերությունների մասին։ Այսինքն պետք չի այդտեղ խորշել այդ բառից, որ բիզնեսը պետք է չզբաղվի դրանով։ Դրա մասին չի խոսքը։ Եթե բիզնեսի հետ կապված բարենպաստ պայման կամ սահմանափակող քայլեր ստեղծումը քաղաքական իրավիճակը, դա հենց խոսում է այն մասին, որ պետք է մտածել, իսկ ինչ ունենք մենք անելու այդ խնդիրները լուծելու հետ կապված։ Առավել եւս, որ խոսքը վերաբերվում է Եվրամիության հետ համագործակցության, առավել եւս, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի սանկցիաներին։ Դա ուղղակի ինձ համար պատվի ու արժանապատվության հարց է։ Եվ այո, իսկապես բարոյական իրավունք ունի ցանկացած տնտեսվարող ասի, դե ասում էիք, հիմա ինչով կարող եք դուք օգտակար լինել։ Ես կարծում եմ, որ այո, մենք բոլորս այս ուղղությամբ անելիք ունենք, որովհետև պատկերացնում եք հանկարծ ստիպված լինենք, ասենք, չէ, ճիշտ չստացվեց։ Ոստեղ խնդիրը նա չի, որ ասենք, գիտեք, իշխանությունը կարող է իրան ճիշտ չպահեց, դրա համար Ռուսաստանը այդ քայլները, ինչի մասին է խոսքը։ Այսինքն մենք այսօր ուզում ենք կոտրվենք, հետադարձ հայացք գցենք։ Լա ես ուրիշ բան եմ ասում, իսկ եթե փորձես անգամ Ռուսաստանի հետ իշխանությունը հարաբերությունը վերականգնի, բարելավի, իսկ այդ ընթացքում նաև ասում են, որ ծավալները չի բարելավելու եւ մենք միշտ մտածելու ենք, որ այդ խնդիրն ունենալու ենք մեր առաջ կանգնած, այդ պարագայում, եթե այդ դեպքում հանկարծ Եվրոպան ասի ձեր նեղ ժամանակ ձեռք մեկնեցինք, հիմա չենք տեսնում ձեր ընթառաջ քայլերը։ Մենք լուրջ քայլեր ունենք այդ ուղղությամբ անելու եւ պատահական չի, որ ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ եւ ինձ համար շատ հոգեհարազատ թեմա է դա։ Շատերը գիտեն, որ ես երբեք ինձ չեմ ներկայացնում որպես քաղաքագետ, այդ անունը ինձ տվել են լրագրողները, ասել են, որ ձեր վերլուծությունները քաղաքագիտական է, այնպես որ մենք ձեզ այդպես ենք կոչում։ Ավելի շատ իմ պարագայում դա կոչում է, քան թե մասնագիտություն։ Եվ ինչու եմ դա ասում, եւ քաղաքագիտությունն էլ առանձին դիսցիպլին չէ, քաղաքագիտության մեջ եթե դու բավարար չափով աշխարհագրություն չիմանաս, պատմություն չիմանաս, տնտեսագիտություն չիմանաս, մի քիչ էլ իրավագիտություն չիմանաս, դու ուղղակի չես պատկերացնի ինչ ես վերլուծում, ինչ հարց ես լուծում, ինչպիսին է երկրի վիճակը, ինչու է դրան այդպիսի վիճակում հայտնվել, ինչ բնակլիմայական պայմաններն են բարենպաստ կամ անբարենպաստ, ինչ խնդիրներ են լուծում եւ այլ, ինչ պատմական ճանապարհ է անցել, որ այսօր հայտնվել է այս վիճակում։ Այսինքն ուզում եմ ասեմ, սա նրա համար եմ ասում, որ եթե առարկայական անելիք ունենք, եկեք միասին անենք եւ դա իսկապես կլինի շատ գործնական կոնկրետ հարց, որ Եվրոպան էլ տեսնի, որ մեր հասարակությունը պատրաստ է դրան, Եվրոպան տեսնի, որ մեր գործարարները պատրաստ են դրան, մեր հանրային գործիչները պատրաստ են դրան եւ անկախ իշխանության կատարած քայլերից մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ հետեւողական հստակ քայլերով առաջ գնալ։ Այո, ես պատահական չի, որ ինչու համար եմ ասում, որ ցանկացած վերլուծություն, ցանկացած ուսումնասիրություն, որի մասին մենք խոսում ենք, ինչպես է առաջացել, ինչպես են շուկաներ որոնել, ինչու են այդպես վարվել եւ եւ շատ դեպքերում ներկայացնում ենք հետևանքը, ոչ թե պատճառը, ինչից է դա առաջացել, որ այդպիսի խնդիրներ է առաջացել, պարբերաբար, երբ որ պատմական թեմաներին ես անդրադառնում եմ չլինելով պատմաբան, հենց այդ պատճառով, ինչն է ստիպել նոր շուկաներ որոնել, ինչ է ստիպել, ինչու է այդ ճանապարհով որոնել։ Հիմա մենք եկել են 21-րդ դարում, կանգնում ենք մի խնդիրների առաջ, որ պետք է հասկանանք, որ այո, վճռական որոշում կայացնելու պահ է եւ ամեն մեկս պետք է ցույց տանք այն ինչ որ ասում ենք, ինչ ենք ի վիճակի անել այդ ուղղությամբ։ Եվ դրա համար պատահական չի, ինչու համար եմ ասում, չէ որ եղել է, չէ, ժամանակներ, երբ որ Կոստանդինապոլիսի անկումից հետո 1453 թվականի մայիսի 29-ին, երբ որ Մահմուդ II-ը գրավեց Կոստանդինապոլիսը, տապալեց Կոստանդինոս 11-րդի գահակալությունը եւ քաղաքը դարձավ հետագայում Ստամբուլ, եւ ինչ տեղի ունեցավ։ Այն արտոնությունները, որ եվրոպացիներն ունեին միջերկրական ծովով գնում էին, հասնում էին Հնդկաստան, Մալուքյան կղզիներ եւ այլ, վերացավ, որ դա հետո հայտնվեց թուրքերի ձեռքին եւ նրանք էլ արդեն որոշում կայացնողն էին, որոշում թելադրողն էին, կամ պետք է նրանց թրի տակով անցնեին, կամ իրանք պետք է այդ առևտուրը անեին։ Բայց ինչը ստիպեց։
որ հասկանան ուրիշ լուծում գտնեն։ Ես ինչու եմ սա ասում, որովհետև ընդամենը վերջերս մի 2 տարի առաջ, երբ որ հութիները Եմենում Կարմիր ծովը Բաբելման դեպի նեղուցում հարվածում էին նավերին, թույլ չէին տալիս, որ Կարմիր ծովով գնա մտնի Սուեզի ջրանցքով, միջերկրական ծով, ոնց որ 500 տարի առաջվա լավ մոռացված թեմա էր։ Ասում ենք ժողովուրդ, էս ինչ եք անում, այսինքն մարդիկ ստիպված պետք լինեին շրջանցեին Աֆրիկան, որպեսզի բեռը տանեին եւ ծախսը շատանար եւ ժամանակը շատանար։ Ինչու եմ ասում, դա էլ է եղել, չէ, այն քաղաքական որոշման պատճառով, երբ որ արևելյան հռոմեական կայսրությունը իրար կերան, այնպես չի որ Բյուզանդիոնը իրան վատ չի պահել քրիստոնյաների հետ ամբողջի մեջ չխորանամ ու շատ-շատերը դեմը պայքարելու համար դիմել են հենց մուսուլմաններին, ջոկատներին ու մյուսներին, որ եկեք մեզ օգնեք դեմը պայքարենք, արդյունքում ինչ շահեցինք, որ իրար կերան։ Արդյունքում մենք շահեցինք նա, որ Կոստանդինապոլիսը դարձավ Ստամբուլ։ Արդյունքում դա էր իրար ուտելու պատճառը։ Քաղաքական որոշման արդյունքում եղավ, չէ, որ դա հանգավ նրանց ձեռը։ Ինչու եմ ես սա ասում, որովհետև դա է աստիպե, չէ, որ Պորտուգալիան որոշեր Աֆրիկան շրջանցեր, որպեսի գնար Հնդկաստան։ Ինչից առաջացավ այդ առևտրային ճանապարհը ուսումնասիրելու հարցը 1487-88 թվականներին Բարտոլոմեո Դիաշը եկավ, Բարեհուսո Հրվանդանն էլ ինքը հայտնագործեց, որ տեսավ արդեն ալիքները դադարել են, անունը դրեց Բարեհուսո Հրվանդան, եկավ մինչև Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայիս Պորտ Էլիզաբեթի ներկայիս ճանապարհը եւ արդեն տեսավ օվկիանոսի վիճակը լավ չի, հասկացավ, որ Հնդկաստան չի շարունակի, բայց գոնե հասկացավ, որ ճանապարհը իր առաջ բաց է։ Ինքը արդեն հետ գալուց հետո կարող են այդ ճանապարհը օգտագործել։ Բայց ինչու պետք է 1487-88 թվականին ստիպված լիներ Պորտուգալիան շրջանցելու ճանապարհ մտածեր Աֆրիկան, որովհետև եվրոպացիները Կոստանդինապոլիսը արդեն տվել էին Թուրքիային։ Բայց դրանից հետո հարց է առաջանում, չէ՞, բայց թե այդպես էր, Ժուան II թագավորը կատարյալը, այսպես ասած, այդպես էր ինքը իրան կոչում, Բերժետ չէ Քրիստոֆոր Կոլոմբոսին, ասեց, որ գիտես ինչ, մենք ավելի լավ Աֆրիկան շրջանցենք, քան թե մտածենք արևմուտքով գնալու ճանապարհով, այսինքն ինքը աջակցեց Բարտոլոմեո Դիաշի ճանապարհին, այլ ոչ թե Կոլոմբոսի, որը որ պետքա գնար, բայց հարց է ծագում, եթե արդեն այդ ճանապարհը Աֆրիկայով բացված էր, առևտրային ճանապարհը բացված էր, բայց ինչու եղավ հիմար էր Իսպանիայի թագավորն ու թագուհին Ֆերդինանդ Արագոնացին եւ Իզաբելլա Կաստալյացին, որոնք որ միավորման խնդիրը լուծեցին Իսպանիայի, այսինքն իրանք իրենց քաղաքական ամուսնությամբ հենց որոշեցին միավորեն Իսպանիան, բայց եթե իրանք տեսել էին ճանապարհը բացվելա, բայց իրանք չէին ֆինանսավորում եւ աջակցում քաղաքական որոշում կայացնում, որ Կոլոմբոսը արևմուտքով գնա Հնդկաստան, որովհետեւ չափել էին ճանապարհը եւ գիտեին, որ եթե մինչեւ Պորտ Էլիզաբեթ արդեն այդքան կիլոմետր է, բա ուրեմն ավելի երկար է, որովհետև սխալ հաշվարկ ունեին մեր մոլորակի չափերի հետ կապված։ Կարծում էին ուրեմն արևմուտքով ավելի կարճ է։ Այդ դա էր պատճառը, որ իսպանացի թագավորն ու թագուհին աջակցեցին Կոլոմբոսին, չէ՞ որ գնա։ Բայց երբ որ նա գնաց, իսկ ինքն խաբված էր, որովհետև կարծում էր, որ բավական մոտ է, գնաց եւ բավական երկար ճանապարհ անցավ։ Եվ ինքը կարծում էր, որ դեռ Ճապոնիայի Սիպանգոյին հասնելու համար 5700 կիլոմետրը հերիք էր, բայց 19000 կիլոմետր էր պետք, չնայած ինքը այդ ուղղությամբ չգնաց, ճանապարհին արդեն ինքը Բահամյան կղզին էր գնաց։ Ինչ եմ ասում, արդեն հիմա էլ Պորտուգալացիք մտածեցին, չէ, եթե այդքան հեռու է արևմուտքով Հնդկաստանը, ուրեմն այնուամենայնիվ արևելքով ճիշտ է, եւ արդեն դրանից հետո Պորտուգալացիք արդեն մտածեցին, որ իրանց ճանապարհն ավելի ճիշտ է, եւ արդեն Վասկո դա Գամային իրանք 1497-99 թվականներին ուղարկեցին, որ գնա Հնդկաստան։ Այդ դեպքում, երբ որ դա արդեն Ժուան II թագավորը չէր, արդեն Էմանուել առաջինն էր, երջանիկը։ Այսինքն ես սա ինչու համար եմ ասում, ինչը ստիպեց, որովհետև նրանք էլ մտածեցին ճանապարհն ավելի կարճ է։ Իհարկե հետո մոլորակի իրական չափերն իմացան 1519-22 թվականին, երբ որ Ֆերնանդ Մագելլանը գնաց շուրջ երկրաճանապարհության, չնայած ճանապարհին մահացավ, բայց ճանապարհությունը ավարտվեց։
Ինչու համար եմ ասում, որ այս ձևով է նաև եղել, այս կարգի քաղաքական որոշումների արդյունքներում է եղել, որ նոր առևտրային ճանապարհներ են բացել։ 1492 թվականին եթե միավորված Իսպանիան եւ Կաստիլիան իրանք չհաղթեին մավրերին եւ դուրս չհանեին երկրից, նրանք ուշները չէին գցի արևմուտքի ուղղությամբ ֆինանսավորեին Կոլումբոսին։ Այո, սա էլ քաղաքականության արդյունքում է։ 17 տարեկան Ֆերդինանդ Արագոնացին 18 տարեկան Իզաբելլա Կաստիլիացու հետ ամուսնացավ, 17-18 տարեկան։ Իրացի նորմալ չէին էլ ճանաչում քաղաքական որոշման արդյունքում, որպեսզի դրանով Իսպանիան միավորեն։ Էնպես որ Ժողովուրդ ջան, ինչի եմ ասում, պետք չի խուսափել, մտածել, որ ավելի լավ է մենք չխառնվենք։ Եթե դու չես խառնվում եւ իրավիճակը փոխվում է քաղաքական գործիչների որոշումների արդյունքում կամ աշխարհակաղակականության արդյունքում, բեռը ընկնում է նաեւ քո ուսերին, բիզնեսի ուսերին։ Եթե մենք պատրաստ լինեինք հետևողական այդ քայլերն արած լինեինք, սերտիֆիկացման հարցերը ժամանակին արած լինեինք Եվրոպայի հետ կապված, ինչու պետք է մենք հիմա փաստի առաջ կանգնենք։ Ինչու պետք է նոր մենք այդ մասին մտածեինք։ Ինչ էր խանգարում, որ մենք այդ ամեն ինչը ունենայինք Եվրոպայի հետ ավելի շուտ։ Նույնիսկ եթե Ռուսաստանի շուկայի հետ աշխատում էինք, նույնիսկ եթե Ռուսաստանի շուկայից գոհ էինք, այդ կախվածության պարագայում խանգարում էր, որ մենք այդ մյուս ճանապարհը փորձենք։ Դրա համար այսօր, երբ որ ասում ենք, որ ժամանակին այս կարգի հարցերը հետևողական երբ որ բարձրացնում ենք, մի հատ հայտարարելը, որ հիմա մենք կշրջվենք դեպի Եվրոպա, դա դեռ չի նշանակում, որ բիզնեսը հաջորդ րոպեին կշրջվի դեպի Եվրոպա եւ մյուս րոպեին մենք մեր բարեկեցությունը կապահովենք։ Ու պատկերացրեք, որ ոչ ճիշտ քայլերի արդյունքում ստացվի, որ մենք հիասթափություն ունենանք, ասենք, էս էլ ձեր Եվրոպան, բա ասում եք մեզ կօգնի, բա ասում եք պատրաստ է մեր ապրանքները ընդունի, բա ասում եք այսպես, բա ասում եք այնպես, դուք հասկանում եք, չէ՞ մենք ինչի առաջ կկանգնենք։ Ես պատահական չի, որ սա հատուկ ընդգծված նշում եմ, շեշտում եմ, որ այո, մենք առարկայական գործնական քայլ ունենք, ու երևի սա ինձ նաև ուղղված թափության քայլ էր, որ ուղղակի զուգադիպեց համակուրսեցից նախ ինձ ճանաչելով նախկին գործերից եւ նույնիսկ կատակով, որ ասում էր, որ շատերը գիտեն, թե քո գործը խոսելն է, ուղղակի քեզ չեն տեսել, որ դու գործի մարդ ես, էլի, արի եւ քո խորհուրդներն էլ օգտակար կլինի, նաեւ լսելով այդ ամեն ինչը, ինչ խնդրեմի առաջ են կանգնած, եկեք խելքի տանք, մեկտեղենք մեր ուժերը եւ մտածենք այդ ուղղությամբ ինչ քայլեր ենք անում։ Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ, այո, մենք շատ անելիք ունենք եւ կարծում եմ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, որ Եվրոպայի հետ հստակ քայլերով, հետեւողական քայլերով քայլ առ քայլ առաջ գնանք, շատ կարևոր է, որ այդ բեռը, այո, բիզնեսը իր վրա վերցնելուց հետո հստակ ներկայացնի, թե ինչ է ակնկալում Հայաստանի իշխանություններից, ինչ է ակնկալում եվրոպական չինովնիկներից կամ այս կամ այն երկրի ղեկավարներից, որպեսզի հանկարծ այն ինչ որ հիմա սա այս խնդրեմը մեզ համար շանս է, ժողովուրդ ջան։ 22 տարի եթե խոսել ենք Եվրամիության հետ համագործակցության մասին, միշտ մարդիկ ասել են առարկայական տեսնենք։ Ախր որովհետև ինչքան մենք խոսում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների, մարդիկ ասում են, մենք հասկանում ենք, որ այո, մենք պետքա որակապես այլ հարաբերություն ունենանք Ուկրաինայի հետ, մենք հասկանում ենք նրա դերակատարությունը Եվրոպայում, նաև անվտանգության խնդիրները, մենք հասկանում ենք, որ նաև վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ բնորոշում է, թե դու ով ես եւ ինչի մասին է խոսքը։ Եթե դու արդարացնում ես ագրեսորին, Ռուսաստանին, ուրեմն իմանանք քո նկատմամբ վերաբերմունքը։ Եթե դու պինդ կանգնած ես այն գաղափարի շուրջ, որ այո, հավաքական արևմուտքը պետքա պաշտպանի Ուկրաինային, ուրեմն քո վերաբերմունքից էլ է կախված, բայց մարդը քաղաքական որոշման կամ քաղաքական հայտարարությունից բացի, երբ որ տարիներով ես այդ մասին խոսել եմ, առարկայական նա պետք է աշխատի այդ երկրի հետ, բիզնես անեն, շփվեն, գան, որտեղ մենք ինչքան խոսում ենք, ասում ենք, դե հասկանում ենք, ճիշտ եք ասում, Եվրոպա ավելի լավ է, բայց մեր բիզնեսը Ռուսաստանի հետ է, մերոնք ընդեղից փող են ուղարկում, այս բանը էսպես է, այսինքն նրանք առարկայական շփումով են այդ ամեն ինչը չափում։ Ինչու եմ ես ասում, մարդիկ ծնվել են անկախ Հայաստանում մի սերունդ ունենք, որը այսօր գնում է, հասնում է Եվրոպա ավելի էժան, քան եթե կարող է գա հասնի Սևանի ափ, եւ այդ ընթացքում գնում է այդ ամեն ինչի հետ ծանոթանում է այդ քաղաքակրթական ձեռքբերումների հետ, այդ բարեկեցության, այդ ազատության, այդ ամեն ինչի հետ հարաբերում է, բնագրից կարդում է անգլերեն եւ ինքը հրաշալի տիրապետում է ինֆորմացիային։ Այսօր մարդիկ տանը նստած
իրանք ծրագրերով աշխատում են Եվրոպայի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ մեկ էլ իրանք չեն զբաղվում քաղաքականությամբ, որտեղ իրանք զբաղված մարդիկ են, իրանք փոխարեն մարդիկ գալիս գումար են բաժանում եւ մարդկանց ասում են քվեարկեք, երկիրը տանենք ռուսական ճահիճի մեջ թավենք։ Ժողովուրդ ջան, սա խնդիր է, սա նաեւ մեզ համար խնդիր է։ Եթե բավարար չափով հասկանալի ու հասանելի չի եղել մեր ասածը, էլի մենք ենք մեղավոր, ումից նեղանանք։ Մեր ժողովրդից որ նեղացանք ու անկյուն քաշվեցինք, ասինք, բա մենք ձեզ ասում ենք, դուք չլսեցիք, ինչի համար ենք դա ասում։ Նեղանալու մեզ առիթ է պետք, բայց այդ նեղացկոտությունը արդարացված է։ Մեր երկիրը հիմա այսօր կանգնած է փաստի առաջ։ Եվ այդ փաստի դեպքում այսօր այդ փաստի առաջ կարող է կանգնել նաև իմ կատարած որոշման պատճառով։ Շատ հանգիստ ես կարող եմ ասել, թող իշխանությունները այսպես չանեին, այդպես չներ, դա իրանց որոշումն է, բայց դա բան է փոխում, մարդը պարզ հարց է տալի, դու ուլներ ես նույնը չեր ելնելու, դե ցույց տու տեսնենք ինչ եք անում։ Դրա համար ժողովուրդ ջան, ոչ մեկի ուսադիրները չի փոխվի, եթե դնենք հատ աշխատենք ամենա փոքր բիզնես ունեցողի հետ, բացատրենք թե ինչ ենք անում, ինչ ենք ուզում անենք, ինչպես գտնենք այդ շուկաները, ինչպես կարողանանք օգտակար լինենք։ Մենք դրսի հայրենակիցներն էլ օգնեն, որ ասեն ցույց տան, որ Հայաստանին օգնելով օգնում եք նաև այն քաղաքական որոշմանը, որ այս ժողովուրդը կայացրել է եւ ապագան տեսնում է Եվրոպայի հետ։ Ձեր փոքր գործընկերն է, ինչով կարող եք օգտակար լինել։ Այո, Եվրոպայի համար դրանք մեծ գումարներ չեն, բայց դա երկարաժամկետ լինել չի կարող։ Նրա հարկատուն էլ է նեղանում, ասма չհասկացանք։ Ինչի համար։ Ես ինչի համար եմ վճարում։ Նա պետք է առաջինը հասկանա, որ Հայաստանին օգնելը ինչու համար է անում, որտեղ իրանք այդքան տուժել են Ռուսաստանի հետ հարաբերություններից, եւ երկրորդ ինքը պետք է հասկանա, որ այո, դա վաղը դառնալու է փոխշահավետ։ Շատ չխորանամ այդ թեմաների մեջ, բայց ես ուզում եմ, որ դուք նկատի ունենաք, որ այո, սրանք հարցեր են, որ առաջիկայում մենք շատ ակտիվ ձևով սրա մեջ ներգրավվելու ենք եւ ցանկացած մարդ ով որ եւ պատահական չի, որ ես կուսակցական չեմ, միայն նրա համար, որ ավելի ճկուն, ձեռովոտս ազատ, կարողանամ մարդկանց հետ շփվեմ, հանդիպեմ, գործնական քայլեր էլ քննարկենք։ Ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ, որը անունն է Բարեկեցիկ անվտանգ Հայաստան, Եվրամիության անդամակցության հետ կապված ծրագրերին աջակցելու ցանկացած ծրագիր կարող է անենք մարզային էլ գնանք, երիտասարդներին էլ հավաքենք, սիրուն ցույց տանք, թե ինչ աշխատանք պետքա կատարվի, ինչ պետքա անենք, դիմենք Եվրամիության երկրներին, ասենք այ առարկայական օգնեք, մենք այս ամեն ինչը անենք։ Դուք հաստատ Հայաստանի քաղաքականության վրա մի քանի 100 միլիոն դոլար չեք ծախսելու, որպեսզի մարդիկ որոշում կայացնեն Եվրոպա գնան, չեք անելու դա։ Իսկ դա անելու են ռուսամետ ուժերը։ Դուք պարզապես պետքա գոնե նվազագույնը օգնեք, հասարակության հետ աշխատանք տանենք, որպեսզի իրենք կարողանան ընտրություն կատարելու ժամանակ ճիշտ ինֆորմացված լինեն, ճիշտ տեղեկացված լինեն։ Այն բնակավայրերը, որտեղ մենք չենք կարողացել գնացել ընտրությունների հետ կապված, նրանք ֆիզիկապես մեզ չեն ճանաչել ու չէին էլ կարող մեզ քվեարկել։ Բայց հետո մենք նեղանանք այդ մարդկանցից ինչի համար։ Փորձենք այդ խնդիրները կարողանանք միասին լուծենք։ Կարճ ուղղակի մի քանի թեմայի անդրադառնամ, որովհետև հետո վաղը կանդրադառնամ մնացած օրվա իրադարձություններին, բայց սա ուղղակի ինչն էր հարցը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բանակին հրամայել է դադարեցնել հարվածները Լիբանանի դեմ։ Որոշումը կայացվել է հունիսի 21-ին Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների, ինչպես նաև Թրամփի վարչակազմի կողմից Իսրայելի ղեկավարության վրա ճնշումների ֆոնին։ Այսինքն խոսքը վերաբերում է այսօրվա հանդիպմանը, որ Իրանն էլ համաձայնվեց, Միացյալ Նահանգներն էլ համաձայնվեց, վաղը մենք այդ թեմաներին կանդրադառնանք, բայց այսինքն նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնուամենայնիվ կոտրեց Իսրայելին, որովհետև Իսրայելն ասում էր, այն ինչ որ որոշեք ինձ չի վերաբերվում, ես դրան բանի տեղ չեմ դնել, շարունակելու եմ հարվածել։ Բայց Իսրայելը հասկացավ, որ մենակա մնալու։ Սա էլ ուղղակի մենք մտածենք, որ չգնահատենք գործընկերությունը, որ կարող է ցանկացած իրավիճակում ավելի մեծ գործընկերը իր շահերից ելնելով ասի վերջ, այսքանից ավել ես քեզ չեմ օգնելու։ Դա էլ ուղղակի մենք հասկանանք, թեկուզ ուրիշի սխալի վրա հանկարծ մենք սխալ չանենք։ Ուրիշը կսխալվի, տակից դուրս կգա, մենք սխալվենք, կարող է տակից դուրս չգանք, որովհետև սեղանին դրված լինի մեր պետականության կորուստի հարցը, որը շատ կարևոր է։ Մենք պետք է գործենք առանց սխալվելու իրավունքից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել։ Լիբանանը ումի
Իսրայելի կողմից կատարված հանցագործությունների եւ ԱՄՆ-ի կողմից հրադադարի պարտավորությունների խախտման պատճառով Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի համար։ Նավերը չպետք է մոտենան Հորմուզի նեղուցին, հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի։ Սա, որ հապշտապ որոշեց Ամերիկայի Միացյալ Նահանգները բացել շրջափակումը նավահանգիստների եւ հատկապես Հորմուզի նեղուցի հետ կապված, նախնական քայլը կատարեց նրա համար, որ այո նստենք վերջապես, որովհետեւ Միացյալ Նահանգները ահա որ շահագրգռված է այդ խաղաղության հետ կապված, բայց այնուամենայնիվ Իրանն էլ ասում է, քանի Լիբանանի հետ կապված հարցը այսպիսի վիճակում է, մենք նորից կփակենք եւ թույլ չենք տա որևէ նավ անցնի։ Պակիստանի արտգործնախարարությունը հայտնել է, ԱՄՆ եւ Իրանը հունիսի 21-ին Շվեյցարիայում Բուրգենշտոկ քաղաքում տեխնիկական հարցերի շուրջ խորհրդակցություններ կանցկացնեն։ Ինչու է սա հայտարարում Շվեյցարիայի հետ կապված Պակիստանը, որովհետև գիտեք, որ նա միջնորդական առաքելություն էր ստանձնել եւ հիմնական բանակցությունները հենց Պակիստանում էին անցնում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել է, որ Իրանի հարցում Վաշինգտոնի եւ Իսրայելի միջև կարող են լինել տարաձայնություններ ոչ թե վերջնական նպատակների, այլ դրանց հասնելու եղանակների շուրջ։ Ես չգիտեմ, նպատակների շուրջ տարաձայնություն կա թե ոչ։ Երբեմն տարաձայնությունը միայն այն է, թե ինչպես հասնել այդ նպատակներին։ Միացյալ Նահանգների նախագահը հակառակ Իսրայելի կառավարության որոշ ներկայացուցիչների դիրքորոշման հայտարարել է, որ մենք պատրաստվում ենք շանս տալ այս բանակցություններին, ասել է Վենսը։ Իհարկե Վենսը մի քիչ ավելի մեղմացրել է իր գնահատականը Իսրայելի հետ կապված, որտեղ Իսրայելն էլ իր քայլերը մեղմացրել է Միացյալ Նահանգների հետ կապված։ Արդյունքում մենք հասկացանք, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է, Իսրայել հալքովդ մնա, քո պատճառով մենք խնդիրների մեջ ենք հայտնվելու։ Իհարկե կար մեր հայրենակիցներից մեկը ինձ գրեց, թե հնարավոր է արդյոք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ժամանակ շահի, զինվի, հետո ավելի ծանր հարված հասցնի Իրանին։ Իհարկե հնարավոր է, բայց հավանականությունը շատ ավելի փոքր է, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուզում է այս պատերազմից մի ձևով դուրս գա, որտեղ այս պատերազմը շարունակելը իրան որևէ առավելություն չի տալու։ Իսկ առջևում ընտրություններ են։ Հոկտեմբերի վերջին Կնեսետի ընտրություն Իսրայելում, որի պատճառով կարող է Բենյամին Նեթանյահուն ուղարկեն համապատասխան տեղ, եւ նաեւ Միացյալ Նահանգների նոյեմբերի 3-ի ընտրություններ։ Այսինքն այսօր այլևս սпасել, որ մի քիչ էլ մնանք, մի հատ էլ հարվածենք, դրանով դիսկերը ամրապնդենք, դա առնվազն իրատեսական չէ։ Չի բացառվում, բայց իրատեսական չէ։ Եթե դա այդպես լիներ, գիտեք ինչ իմպուլսիվ բնավորություն ունի Դոնալդ Թրամփը եւ ինչ արագ այդ որոշումները կկայացնի։ Մի հարց էլ կա, որ չի դադարում այս երկու օրա քննարկումը, ասի լավ դրան էլ անդրադառնամ, այսօր Կիրակի օրը, այսինքն փորձեմ անդրադառնամ նաեւ դրան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնիի մասին։ Հավանաբար նա ուրախ է, որ ես խոսել եմ նրա հետ։ Ես պարտավոր չէի խոսել նրա հետ։ Նա աղաչում էր ինձ իր հետ լուսանկարվելու համար։ Նա այնքան շատ էր ուզում լուսանկարվել ինձ հետ, ես կարող էի դա չանել, բայց խղճացի նրան։ Իտալիայի վարչապետը անմիջապես պատասխանել է Թրամփի հայտարարություններին, որոշ բաներ անհապաղ արձագանք են պահանջում։ Դոնալդ Թրամփի հայտարարություններ ամբողջովին հորինված են։ Ես ցնցված եմ, չգիտեմ թե ինչու է ԱՄՆ նախագահն իրեն այդպես պահում։ Իսկ դաշնակիցների նկատմամբ նման բան առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում, կարող եմ միայն ասել, ցավալի է, որ նա նույնպիսի վճռականություն չի ցուցաբերում արևմուտքի թշնամիների դեմ պայքարում։ Ոչ ես, ոչ էլ Իտալիան երբեք որևէ բանի համար չենք աղաչում, ասել է Մելոնին։ Իր հերթին Իտալիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է ԱՄՆ կատարելիք իր այցը չեղարկելու մասին։ Նախագահ Թրամփի լուրջ եւ վիրավորական արտահայտությունները վարչապետ Ջորջո Մելոնիի հասցեին վիրավորանք են ողջ Իտալիայի համար։ Այդ կապակցությամբ ես որոշում եմ կայացրել չեղարկել իմ այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված էր հունիսի 21-ին եւ 22-ին, գրել է նախարար Տայանին։ Իհարկե ես ձեզ ասեմ, երբ որ ես դա լսեցի, երկու օր շոկի մեջ էի, նույնիսկ չէի իմաստ գտնում դրան արադա։ Ամոթու որպես տղամարդ գեդինը մտա, որ Դոնալդ Թրամփը իրան նման բան թույլ է տվել։ Նախ շատ կասկածելի որակներ ունի տղամարդկային, եթե ինքը ստիպելա, որ իր գործընկեր կինը իրան աղաչի։ Երկրորդ ավելի շատ կասկածելի է իր տղամարդկային որակները, եթե ինքը դրա մասին բարձրաձայնել է։ Եվ երրորդ խայտառակ կասկածելի է իր տղամարդկային որակները, եթե ինքը բարձրաձայնելուց հետո մարդիկ վստահ են, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Դուք պատկերացնում եք, այդ մարդը աշխարհի տիրակալն է, կոպիտ ասած։
Այդ մարդը աշխարհի ամենահզոր երկրի ղեկավարն է։ Եվ Ջորջը Մելոնին, որ Իրանի 31 տարի երիտասարդ է, այնպիսի բարետեսկին, որ Էմանուել Մակրոնը հանդիպման ժամանակ բռնել էր, չէր կարողանում բաց թողի, հազիվ ձեռից պրծավ, մի հատ էս կողմից էր համբուրում, մի հատ այն կողմից էր համբուրում, չէր կարողում կարոտն առնի։ Հանկարծ պատահաբար մտածում է Դոնալդ Տրամպը, որ այդպես պետք է այդ կինը իրան աղաչեր, կարճ ժամանակ հետո Դոնալդ Տրամպը ուղղակի կդառնա անցյալ, իսկ բավական երկար ժամանակ Մելոնին կմնա հմայիչ կին։ Այնպես որ ես չգիտեմ, թե ինքը ինչի վրա է այդպես բարդութավորված, որ հիմա էլ այդ ձևով է ներկայանում, բայց ամեն դեպքում դա առնվազն խայտառակություն էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, այլևս չի դիտարկում Իտալիայի վարչապետ Ջորջը Մելոնիին, որպես իր քաղաքական համակիր Հորմուզի նեղուցի հարցում վերջինիս ունեցած դիրքորոշման պատճառով։ Այո, երբ որ Մելոնին քեզ ասել է չեմ օգնելու, իմ բազաների հետ կապված չեմ օգնելու, կռիվ է դու սկսել ես, այն ինչ որ մեր գործընկերությունն է կանենք, բայց քո հարձակողական պատերազմի մեջ ես Իտալիային չեմ ներքաշելու, դու նրան ասում ես եկել ինձ աղաչելա, բա աղաչողը քեզ կմերժեր։ Այս մերժելուց նեղացել ես, ասում ես ինձ աղաչելա։ Ժողովուրդ, բա սենց գործ են բռնում։ Իտալիայի վարչապետ Ջորջը Մելոնին կոշտարձագանքել է իր վարկանիշի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հայտարարություններին, իբր թե որ վարկանիշը բարելավելու համար ցանկացել Տրամպի հետ նկարվել։ Ինչ վերաբերում է իմ ժողովրդականությանը, ապա ձեր ընկերը լինելը դրան չի նպաստել, եւ դա կախված է ոչ թե ձեր հետ իմ հարաբերություններից, այլ ազգային շահերը պաշտպանելու իմ կարողությունից։ Իմ ժողովրդականությունը կախված է Իտալիայի ազգային շահերը պաշտպանելու իմ կարողությունից եւ ես հենց դա եմ միշտ արել եւ նույնն եմ արել Իտալիայում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վերաբերյալ։ Դրանց օգտագործումը կարգավորվում է համաձայնագրերով, որոնք մենք միշտ հարգել ենք եւ որոնք չեն կարող խախտվել, քանի դեռ ես վարչապետ եմ։ Մելոնին նշել է, որ Թրամփն ավելի լավ կլինի կենտրոնանա իր սեփական ժողովրդականության վրա։ Այո, ժողովուրդ ջան, միջազգային հարաբերությունները կարող են այս ձևով փչացնել, հետո զարմանալ, թե խեղճ տնտեսվարողները ինչ անեն այս ամեն ինչի տակից դուրս գալու համար։ Տեսեք ինչքան կարևոր է նրանք, ովքեր կառավարում են աշխարհը, կառավարում են երկիրը, մի ոչ կոռեկտ արտահայտության պատճառով կարող է պարզապես հարաբերություն փչանալ։ Իտալիայի նախագահն է կանգնի ի պաշտպանություն վարչապետի, ասի դու ճիշտ ես։ Այսինքն պատկերացնում եք, թե ինչպես են այս հարցերը լուծում։ Դրա համար այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։